Այսօր խոսելու ենք հետ արդիականության ժամանակահատվածում ծագած ամենակարևոր, ամենապահանջված եւ ամենահետաքրքիր հասկացություններից մեկի մասին՝ իմիջի մասին։ Իմիջի կարևորությունը ավելի շեշտակի աճում է նախընտրական փուլերում։ Եվ այսօր մեր հասարակությունը ապրում է այդ փուլերից մեկը եւ դարձյալ անընդհատ քննարկում տարբեր քաղաքական գործիչների իմիջները որպես այդպիսին։ Որոշ դեպքերում ճիշտ կիրառելով այդ հասկացությունը, ճիշտ իմաստներ դնելով դրա ինտերպրետացիաների մեկնաբանությունների մեջ, որոշ դեպքերում քննարկելով իմիջը բացարձակ այլ իմաստներ են դնում, տեղավորում այդ հասկացության ներքո։ Ինչ է քաղաքական իմիջը, երբ է առաջացել, ինչ տեսություններ են դրան հիմնավորում, ինչ տեսակներ ունի եւ ինչ գործառույթներ է իրականացնում հասարակության մեջ, փորձենք քննարկել այսօրվա հանդիպման ընթացքում։ Քաղաքական իմիջ հասկացությունը այնպես չէ, որ 20-րդ կամ 21-րդ դարի ծնունդ է։ Դժվար է պատկերացնել ժամանակահատված, երբ տարբեր նույնիսկ ցեղերի կամ պետությունների առաջնորդներ չեն անհանգստացել նրանով, թե ինչպիսի տպավորություն է նրան գործում իրենց հպատակների, իրենց դաշնակիցների, իրենց թշնամիների վրա։ Միշտ է դա հետաքրքրել եւ առաջնորդից առաջ ձևավորվում էր նրա առասպելը։ Մինչ առաջնորդը հանդես էր գալիս իր լսարանի առջև, ինչպիսին էլ չլիներ այդ լսարանը, արդեն իսկ շահագործվում էր կամ շահարկվում էր իր մասին առասպելը։ Դա կարող էր լինել աստվածային ծագումը, որը հիմնավորում էր իր այդ բացառիկ հատկանիշները, դա կարող էր լինել իր ինչ-որ հաղթանակները թշնամիների հանդեպ, դա կարող էր լինել իր ինչ-որ անբնական խորամանկությունը կամ մենք այսօր կասեինք ռազմավարական մտածողությունը կամ այլ բնորդի հատկանիշներ, նույնիսկ կանանց շրջանում շատ համակրելի լինելու հանգամանք։ Ինչևէ, քաղաքական իմիջը որպես առանձին գիտաճյուղի կողմից ուսումնասիրվող երևույթ, սոցիալական երևույթ, քաղաքական իմիջագիտության շրջանակներում, իր ձևավորումն է ստացել 20-րդ դարի 60-ական թվականներին։ Եվ դրա համար ունեցել է մի շարք նախադրյալներ։ Նախադրյալներից մեկը այն էր, որ 19-րդ դարի վերջերում, 20-րդ դարի սկզբերում արդեն իսկ սկսեց շատ ավելի հստակեցվել, բյուրեղացվել քաղաքական ընտրությունների, ժողովրդավարական ընտրությունների համակարգը։ Եվ արդեն իսկ 20-րդ դարի կեսերին իր ձևավորումն էր ստանում այն ինդուստրիան, որը սպասարկում էր ընտրությունները։ Պետք էր ներկայանալու տարաբնույթ հմտություններ, խոսքի արվեստ, արտաքին տեսք, հագուստ, աքսեսուարներ եւ այլն եւ այլն։ Դրան նպաստեց նաեւ 20-րդ դարի վերջում նույնպես ձևավորվող տեսությունների մի ամբողջ համալիր, տեսությունների, որոնք ինտեգրալ բնույթի էին, այսինքն զուտ մի գիտության շրջանակներում չէին։ Այսպես սոցիոլոգիայի շրջանակում շատ կարևորվեց Վեբերի տեսությունը, որը դիտարկում էր իշխանությունների տիպերը եւ խոսում էր այդ լեգիտիմ իշխանության տեսակների, ձևերի եւ այլնի մասին։ Հոգեբանության շրջանակներում ձևավորվեց Լեբոնի, Տարդի զանգվածային հոգեբանության վերաբերող տեսությունները, Ֆրոյդի, այս առաջնորդության վերաբերող շատ լուրջ գիտակցականի եւ ենթագիտակցականի մղումների եւ այլնի վերաբերյալ տեսությունը, Յունգի տեսությունը, սրանց ես մի փոքր ուշ ավելի մանրակրկիտ կանդրադառնամ, եւ արդեն իսկ բուն սոցիոլոգիայի ներսում ձևավորվեց միկրոսոցիոլոգիական տեսությունների շրջանակում Իրվին Գոֆմանի ինքնաներկայացման տեսությունը, որը որ հիմքն է ամբողջ ըստ էության իմիջագիտության։ Չի բաց թողնի նաև Բոդրիարի, արդեն հետ արդիականության մեջ Բոդրիարի տեսությունը, որը մեզ թույլ կտար հետո իմիջը դիտարկել որպես սիմուլակր, որպես մի նոր հասկացություն, որն ասենց ենք ասում, փուչ կամ ձևական հասկացություն, որը իր տակին ունի լրիվ այլ իմաստավորում։ Բացի տեսամեթոդաբանական նախադրյալներից ես կուզեի նաև անդրադառնալ սոցիոլոգիական հետազոտությունների դերին։ 20-րդ դարի 20-ական թվականները նշմարվեցին որպես անկետամանիա, ասում էին։
Զարգացած երկրներում մասնավորապես ԱՄՆ-ում սոցիոլոգիական հարցումները մասնավորապես քաղաքական թեմատիկայով բավականին պոպուլյար են։ Արդյունքը այն էր, որ ձևավորվել էր էմպիրիկ գիտելիքի բավականին լուրջ պաշար, որը կոնցեպտուալիզացիայի կարիք ուներ մի կողմից, մյուս կողմից թույլ էր տալիս որոշակի շտեմարաններ ձևավորել, ինչ անել, որպեսզի ավելի արդյունավետ գործել։ Եվ սա էլ նույնպես համալրեց այդ տեսամեթոդաբանական գիտելիքը։ Մյուս կողմից, մյուս նախադրյալը տեխնոլոգիականն էր։ Հեռուստատեսության զարգացումը եւ այդպիսի մասսայականացումը բերեց նրան, որ ըստ էության սկսեցին պատրաստի կերպարներ մատուցվել հասարակությանը։ Եվ արդեն էկրանին արդյունավետ ինքնաներկայացումը արդեն շատ ավելի մեծ լսարանի առջև կրկնակի, եռակի, բազմակի կարևորվեց։ Սա նույնպես նպաստեց իմիջագիտության ձևավորման, իդեպ հեռուստատեսության հետ կապված կարող եմ ասել այսպիսի բան, որ իմ գոլեգա մասնագետները շատ դեպքերում հանգեցնում են իմիջագիտության ձևավորումը հենց Քենեդիի եւ Նիքսոնի բանավեճին, հեռուստաբանավեճին, որը ապացույց է նրան, թե որքան կարևոր է եթերում լինել ներկայանալի, ճիշտ հագուստ ընտրել, ճիշտ սանրվածք, ճիշտ վարքաձև եւ ֆանտաստիկ ժպիտ։ Եվ հիշում եք արդյունքը երևի թե այդ բանավեճի, որ ռադիոյով լսածները համարում էին, որ բանավեճում հաղթել է Նիքսոնը, իսկ բանավեճը հեռուստատեսությամբ դիտածները, իսկ դրանք 80%-ն էին հասարակության, միանշանակ վստահ են Քենեդիի ջախջախիչ հաղթանակի մեջ։ Այս բոլոր նախադրյալները բերեցին նրան, որ 1960-ականներից սկսած մեկնարկեց քաղաքական իմիջագիտության տեսակիրառական դիսցիպլինը։ Դիսցիպլին, որը ուսումնասիրում էր քաղաքական իմիջը որպես այդպիսին։ Բազմաթիվ սահմանումներ սկսեցին մշակվել այս հասկացության շուրջ հենց մասնագիտության ներսում։ Իդեպ ասեմ, որ առաջին անգամ իմիջ բառը imago արտահայտություն ավելի շուտ, որը լատիներեն հենց կերպար է նշանակում, կօգտագործել է Կարլ Յունգը, ինչպես ես արդեն ասացի, որ կխոսեմ սրա մասին ավելի մանրամասն, Յունգը պատկերացնում էր imago-ն որպես մի սխեմատիկ ներկայացում կամ անձի սխեմատիկ պատկերացում իր բոլոր հատկանիշներով միասին, որ այդ ընկալումները տեղի են ունենում, ընդ որում դա ոչ միայն անձը հասարակության համար, այլ նաև անձի համար էր պատկերացում են ամբողջական իր կերպարի առումով։ Հետագայում 30-ականներին Զիգմունդ Ֆրոյդը սկսեց հրատարակել իմիջ ամսագիրը, թեպետ ամսագիրը երևի թե 20 տարի պատմություն ուներ իր հրատարակման, բայց առանձնապես տենց պոպուլյար չէր եւ այդտեղ այդքան էլ հենց իմիջի խնդիրները չէին լուսաբանում, բայց հասկացությունը շրջանառության մեջ էր գիտական դիսկուրսում։ Գիտական դիսկուրս հասկացությունը որպես այդպիսի ներմուծեց եւ սկսեց օգտագործել Կեննեթ Բոլդուինգը։ Ինքը հրատարակեց հենց իմիջի վերաբերյալ աշխատություն, դե իմիջ էր կոչվում, եւ որտեղ դիտարկում էր իմիջը որպես հաջողության գրավական։ Այսինքն ինքնաներկայացումը դառնում էր այնքան կարևոր, որ թե բիզնեսի, թե քաղաքականության մեջ դառնում էր լրջագույն ազդեցության ռեսուրս։ Հետագայում նույնպես էլի ամերիկյան գիտնականները Դանիել Բուրստինը եւ այլոք զարգացրեցին այս տեսությունը։ Տեսության զարգացման մեջ արդեն 90-ականներից մեծ դեր ունեն նաեւ ռուսաստանյան եւ ուկրաինական մասնագետները, եթե նայենք հետխորհրդային տարածքի առումով։ Ինչ սահմանումների մասին է խոսքը, եթե դիտարկենք, հա, եւ ինչպես է հասկացությունը սահմանվում այսօր։ Ասեմ, որ մասնագիտական գրականության մեջ իմիջի սահմանումները բազմաթիվից բացի նաև բազմաբնույթ եւ բազմապիսի են։ Եվ այս շարունակականությունը այդ սահմանումների շատ հետաքրքիր վարիացիաներ ունի։ Շատ լիրիկական եւ պոպուլյար սահմանումներից, օրինակ իմիջը սահմանվում է որպես անձի արտացոլանքը հասարակության հայելիում։ Այդ ինչ գեղեցիկ սահմանում է, բայց գրեթե գիտական ոչ մի հասկացություն մեջ չի օգտագործվում։
մինչև գանք հասնենք արդեն գիտական սահմանման, իմիջը սահմանվում է որպես հասարակական գիտակցության մեջ կարծրացած պատկերացումների ամբողջություն։ Եվ ես կբերեմ նաև իմ սիրած սահմանումը, որը դիտարկում է իմիջը որպես արդյունավետ ինքնաներկայացման ռազմավարություն բազմաթիվ վարքային մարտավարությունների միջոցով։ Այս երկու սահմանումների համադրումը, եթե մենք դիտարկենք, մենք կարող ենք ասել, որ մի պարագայում մենք խոսում ենք նրա մասին, որ մի իմիջը այսպես թե այնպես ձևավորվում է, եթե դուք մարդ եք, որը ունի հանրային ներկայացում, իսկ մյուսը ասում է՝ մի թող այս գործընթացը բարձի թողի, վերցրու process-ը քո ձեռքում եւ դու կարող ես գործել, կարող ես կառավարել այդ տպավորությունները, եթե ունենաս ինքնաներկայացման հստակ եւ արդյունավետ ռազմավարություն։ Ինչի համար ենք իմիջը ձևավորում։ Իմիջը հասարակությունում իրականացնում է 3 հիմնական գործառույթ։ Առաջին գործառույթը նույնականացմանն է։ Իմիջոցով մենք ասում ենք՝ մենք ով ենք կամ ումոնցից ենք։ Ինչ ենք մենք մեզնից ներկայացնում։ Մենք ըստ էության հասարակության տես ենք բոլոր այն հղումները, որոնց միջոցով, որոնց օգնությամբ հասարակությունը մեր մասին պատկերացումներ է ձևավորում։ Երկրորդ գործառույթը, որը իրականացնում է իմիջը, դա իդեալականացման գործառույթն է, այսինքն փաստացի իմիջի միջոցով մենք կարող ենք երևալ ավելի լավը, քան մենք կանք, ավելի հաջողակ, ավելի հարուստ, ավելի նիհար, ավելի հասակով, ավելի եւ ավելի։ Ես կատակով ուսանողներից միշտ ասում եմ, սա թոզ փչելու գործառույթն է։ Իրականում ցանկալին իրականի տեղ անցկացնելու։ Եվ զավեշտը նրանում է, որ շատ դեպքերում պրակտիկ իմիջմեյքերներին դիմում են հենց այս գործառույթի իրացման համար։ Բայց այստեղ կա մեկ բայց, եթե իմիջը իր տակը չունի լրջագույն հիմնավորում, ըստ էության մենք փուչիկ ենք փչում։ Իմիջը խոստում է, իմիջը հայտ է, որ մենք ներկայացնում ենք հասարակությանը։ Եվ եթե մենք չենք կարող այդ հայտը ըստ էության բավարարել, ապա մենք խաբում ենք, փուչիկը տրաքում է։ Երրորդ գործառույթը, որը իմիջը իրականացնում է, դա հակադրման գործառույթն է։ Շատ նման է այս գործառույթը առաջինին, նույնականացմանը, որտեղ շատ դեպքերում մենք երբ ուզում ենք ասենք մենք ով ենք, մենք ասում ենք մենք ով չենք ոչ մի պարագայում։ Եվ սա էլ է հետաքրքիր, փաստացի մեր մասին պատմելուց, ասելով մենք ով ենք եւ ումոնցից, դրա փոխարեն մենք ասում ենք մենք ով չենք եւ ումոնցից չենք ոչ մի պարագայում։ Այստեղ աշխատանքի է դրվում կոնտրաստի էֆեկտի ստեղծումը։ Մենք հակադրվում ենք որոշներին։ Ըստ էության շատ դեպքերում նվաստացնելով կամ նսեմացնելով իրենց, սևացնելով, ինչպես կարելի է ասել։ Ես նրանցից չեմ ով ուշանում է, ես նրանցից չեմ ով խաբում է, ես նրանցից չեմ ով խոսքը դրժում է։ Արդյունքում ես մնում եմ իմ տեղում, բայց շրջապատս շատ ավելի վատն է։ Եվ այս տեխնիկան շատ դեպքերում եւ շատ հաճախ օգտագործվում է, չէ՞ որ սևի վրա նույնիսկ գորշնելը սպիտակ։ Եթե մենք դիտարկենք իմիջի իր տեսակների առումով, մենք կարող ենք խոսել բավականին լուրջ դասակարգումների մասին ըստ տարբեր հիմքերի։ Եթե մենք խոսում ենք իմիջի ուղղությունների կամ ազդեցության վեկտորների մասին, մենք խոսում ենք արտաքին իմիջի եւ ներքին իմիջի մասին։ Այսինքն, եթե կազմակերպությունը իր իմիջը ձևավորում է իր ներքին լսարանի համար, կուսակցությունը կուսակցության անդամների համար դա ներքին իմիջն է։ Եթե կուսակցությունը ձևավորում է իր իմիջը լայն հասարակության համար, դա արտաքին իմիջն է։ Այս իմիջները իրենց վրա շատ լուրջ փոխազդեցություն ունեն։ Ըստ հատկանիշների իմիջը լինում է ֆիզիկական, սոցիալական եւ հոգեբանական։ Այսինքն ֆիզիկական իմիջը այն ամեն, ինչ վերաբերում է մեր մարմնին, մեր ֆիզիկականին։ Առողջ եմ, հիվանդ եմ, գեղեցիկ եմ, տգեղ եմ, իմ դիմագծերը, իմ կազմվածքը, իմ կեցվածքը, քայլվածքը, դիմախաղը, շարժու ձևը, հագուստը, աքսեսուարները, ամեն ինչ, շպարը, ամեն ինչ ֆիզիկական իմիջի մեջ է եւ ազդեցությունը հզոր է ֆիզիկական իմիջի։ Սոցիալական իմիջը վերաբերում է անձի դիրքին սոցիալական համակարգում, ծագումից մինչև կարիերայի աճ, կրթությունը, ընտանիքը, ընկերական շրջապատը, այն դպրոցը, բուհը, տրենինգները, զբաղեցված պաշտոնները, ամեն ինչ նշանակություն ունի սոցիալական իմիջը ձևավորելիս։ Հոգեբանականը
վերաբերում է մեր հոգեկանի առանձնահատկություններին, սկսած խառնվածքից, ավարտած ստրեսակայանությունից, կոնֆլիկտայնությունից, տրամադրության փոփոխություններից եւ այլն։ Շատ կարեւոր է հասկանալ, թե դու ինչպիսի անձի համար ես իմիջը ձևավորում։ Դու չես կարող օրինակ ֆլեգմատիկի համար ձևավորել գործի մարդու, արդյունավետ մենեջերի եւ այլնի կերպար, որովհետեւ այս մարդը դանդաղ է, ինքը հանգիստ է, ինքը խաղաղ է, ինքը չի կարող նույնիսկ այդքան բայրով խոսել, կտրուկ շարժումներ անել, արագ, դա իրան բնորոշ չի։ Դրա համար այս ամենը բավականին ու բավականին կարևոր է։ Եթե մենք խոսում ենք իմիջի դրական ու բացասական լինելու մասին, ապա կարող ենք խոսել 3 տեսակի մասին։ Իմիջը լինում է դրական, բացասական եւ չեզոք։ Դրական է այն իմիջը, որը իր մեջ պարունակում է բոլոր այն հատկանիշները, որոնք տվյալ պատմական պահին հասարակությունում համարվում են դրական, սա շեշտում եմ տվյալ պատմական պահին, որովհետև դա փոփոխական է, առավել եւս հիմա մեր փոփոխական հասարակությունում, բացասական, որոնք բացասական են համարվում եւ չեզոք, ասում եմ մարդ է էլի։ Սա որոշակի դեպքերում լինում է ժամանակավոր փոփոխության, իսկ եթե ժամանակավոր չէ, ավելի շուտ բացասական է, ազդում հատկապես քաղաքական տիրույթում այդ առումով։ Իմիջը այնքան ճկուն երևույթ է, որ միաժամանակ կարող է լինել դրական եւ բացասական։ Շատ լավ մարդ է, բայց վատ մասնագետ։ Եվ այս ճկունությունն է իմիջի ամբողջ գեղեցկությունը ըստ էության։ Գիտեք ինչն է հետաքրքիր, որ հասարակությունում շատ դեպքերում բացարձակ դրական իմիջը ավելի բացասական է ընկալվում, քան բացարձակ բացասականը։ Մի կողմից մասնագետն ասում, որտեղ արհեստական է թվում, մյուս կողմից մասնագետներն ասում են, որ այս պարագայում ընտրողներն իրենց նվաստացած են զգում, որովհետև դու ներկայացնում ես ինչ-որ մի ցած բացառիկ կերպար։ Իսկ բացասականի պարագայում մարդիկ սիրում են իրենց արատները։ Մարդիկ ավելի հանդուրժող են այս տեսանկյունից։ Շատ հետաքրքիր է այս ընկալման առանձնահատկությունների տեսանկյունից էլ դիտարկել իմիջը, փոքրուշ կանդրադառնամ դրան։ Եվ ըստ իմիջավորման օբյեկտի, իմիջը լինում է անհատական, երբ քաղաքական գործի համար առանձին ես ձևավորում, լինում է խմբային, օրինակի համար կուսակցության ներկայացուցիչների իմիջը, կորպորատիվ, օրինակ կուսակցության իմիջը եւ առարկայական։ Սա վերաբերում է արդեն տարբեր սիմվոլիկ օբյեկտների, օրինակ շենքերի, օրինակ զինանշանի, օրինակ տարբեր բրենդերի ապրանքների, կլինի դա մեքենա, կլինի դա հագուստ, կլինի, այս ամեն ինչը տեղավորվում է առարկայական իմիջի մեջ։ Իմիջը ունի բավականին կուռ կառուցվածք, ընդամենը 3 տար է այստեղ տեղավորվում, բայց 3 տարն էլ շատ լուրջ նշանակություն ունեն։ Առաջին ու ամենակարևոր տարը դա մարդու անձնային բնութագրիչներն են։ Իմիջի հիմքում անձի ես հայեցակարգն է։ Բոլոր այն ես կերպարները, որ կան ֆիզիկական եսը, սոցիալական եսը, հոգեբանական եւ այլն եւ այլն։ Դու կոնկրետ այդ անձի համար ես ձևավորում իմիջը։ Դու չես կարող արհեստականորեն այլ անձի իմիջը վերցնես եւ փոխառես, տեղավորես այդ անձի վրա։ Անձնային բնութագրիչները եւ ինքնագնահատականը այստեղ են եւ դրանք մեր հումքն են կամ հիմքն են, այսպես ասենք։ Երկրորդ խումբ հատկանիշները սոցիալական բնութագրիչներն են եւ այստեղ շատ կարեւոր է ընտրազանգվածի ցանկությունները, ընտրազանգվածի սպասումները, այն պատմական եւ հասարակական պահը, որում այդ իմիջը ձևավորվում է, այդ ամեն ինչը այստեղ է հաշվի առնվում։ Եվ երրորդ խումբ հատկանիշները ամենակարևորը եւ ամենաբարդը դա մշակույթն է։ Մենք անվանում ենք սա սիմվոլիկ ծանրաբեռնվածություն, բայց ըստ էության մենք գիտակցում ենք, որ ցանկացած իմիջ, որը ձևավորվում է, պետք է համահունչ եւ համապատասխան լինի այն մշակույթին, որում ստեղծվում եւ ձևավորվում է։ Այս ամենին ես կուզեմ հավելել իմիջի ընկալման ռազմավարությունները։ Իմիջի ընկալումը տեղի ունենում երկու հիմնական ռազմավարության շրջանակներում՝ յուրայինի եւ գերմարդու։ Եվ քաղաքական առաջնորդները, որ երկրում էլ չլինեն, հիմնականում հենց այս երկու, եթե վերցնենք որպես բևեռներ, այս երկու ռազմավարությունների շրջանակում են ինքնաներկայանում։
յուրայինը ես ձեզնից մեկն եմ, գերմարդը ես ձեզնից առավել եմ։ Տարբեր հատկանիշներով հաղթող եմ, տարբեր լեզուներ գիտեմ, սովորել եմ, կրթվել եմ, ուժեղ եմ, որոշում եմ կայացնում եւ այլն։ Մյուս երկու ռազմավարությունները պայմանականորեն կարող ենք անվանել արևմտյան ռազմավարություն եւ արևելյան ռազմավարություն։ Արևմտյան ռազմավարությունը քաղաքական առաջնորդին դիտարկում է որպես արդյունավետ կառավարիչ, արդյունավետ մենեջեր, այսինքն երիտասարդ է, առույգ է, որոշում է կայացնում, ռազմավարությանն է տիրապետում, սպորտային է, ներկայանալի է եւ այլն։ Արևելյան ռազմավարությունը փորձառություն է ուզում, իմաստունի իմիջ է ուզում։ Այսինքն այստեղ տարիքը, սպիտակ մազերը, փորձը կյանքի, բարոյական կերպարը, խրատները, իմաստությունը կրկնակի կարևորվում են։ Եվ այստեղ ես կուզեի ավարտել հենց դրանով։ Այս ռազմավարությունների շրջանակում է պետք դիտարկել, որտեղ է հայաստանյան հասարակությունը, ինչ ցանկություններ, ինչ ակնկալիքներ ունի եւ ինչ փորձառություն ունի քաղաքական առաջնորդների ընտրության հարցում։